Ոսկե ծիրանի վերջին օրերը չզիջեցին բազմատեսակ միջոցառումներով։ Կրկին վարպետության դասեր եւ Փարաջանովյան պատվավոր թալերի եվրոպական հայտնի արծաթադրամի հանձնման արարողություն։ Վարպետի մրցանակին արժանացավ Սերգեյ Փարաջանովի տուն թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։ Պատվավոր մրցանակը շնորհվեց հենց թանգարանում, որտեղ փառատոնի հյուրերը հնարավորություն ստացան ծանոթանալու ռեժիսորի կոլաժներին եւ նկարներին։ Աննա Մուգլալիսն անցկացրեց վարպետության դաս, պատմելով իր դերասանական կարիերայի մանրամասների մասին։ Դերասանուհու հետ ծանոթանալու եւ նրան իրենց հարցերն ուղղելու համար կինոսեր հասարակությունը հավաքվել էր Նաիրի կինոթատրոնում։ Երեկոյան հյուրերը, ժյուրի անդամներն ու հանդիսատեսը հավաքվել էին օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որի բեմից պետք է հնչեին հաղթողների անունները։ Եվ այսպես 11-րդ Ոսկե ծիրանի հաղթողներն են։ Ոսկե ծիրան, ցեղը, Միրոսլավ Սլաբոշպիցկի, Ուկրաինա։ Ես շատ շնորհակալ եմ ժյուրիից մեծ պատիվ ունենալու մրցանակին եւ միշտ աշխատեմ առաջ գնալով։ Արցաթե ծիրան, կույր ժամադրություններ, Լևան Կոգուաշվիլի, Վրաստան։ Հայկական համայնապատկերի հաղթողների հարցում ես ունեմ վերապահումներ, սակայն ինչ վերաբերում է Միրոսլավ Սլաբոշպիցկու ցեղը ուկրաինական ֆիլմին, ապա ասեմ, սա միանշանակ արժանի հաղթանակ է։ Ֆիլմը ստացվել է կլանող, ազդեցիկ եւ համարձակ։ Միրոսլավ Սլաբոշպիցկին ցեղը ֆիլմի համար արդեն արժանացել է Կաննի փառատոնի մրցանակի։ Ֆիլմին անհամբեր սպասում էր նաև Երևանյան փառատոնային կինոսեր հանդիսատեսը։ Բանն այն է, որ ժապավենում չկա ոչ մի խոսք, բոլոր երկխոսությունները ժեստերի լեզվով են։ Ֆիլմի հերոսները եւ դերասանները խուլուհամր են։ Ռեժիսորը որոշել էր ֆիլմում ներգրավել ոչ պրոֆեսիոնալ դերասանների եւ հայտարարել էր մեծ քասթինգ։ Գլխավոր հերոսուհու մարմնավաճառուհի Աննայի դերը բաժին հասավ 20-ամյա Աննա Նովիկովային, ով իր դերի եւ ֆիլմի մասին խոսեց կինովյուի հետ։ Ռեժիսորն ամեն օր տալիս էր միայն այդ օրվա ծրագիրը, միայն այդ օրվա մասշտաբի սցենարը։ Նաև անակնկալի եկա, երբ իմացա, որ պետք է մերկանամ տեսախցիկի առջև։ Ասացի ոնց, ես պետք է հանվեմ ու նկարահանվեմ։ Ռեժիսորը ասաց, այո, սա ֆիլմ է եւ դեր, ոչ մի ամոթ բան չկա։ Անգամ նկարահանումներից առաջ Սլաբոշպիցկին ինձ եւ գլխավոր դերակատարին տարավ Աբդելաթիվ Քեշիշի Ադելի կյանքը դիտելու, որպեսզի ցույց տա, թե ինչպես են բացվում դերի համար։ Ասեմ, որ ես եւ Գրիգորի Ֆեսենկոն սկզբից ընդհանուր հայտարարի չէինք գալիս։ Ես բնականաբար ամաչում էի մեր կանալները առաջ։ Դա տևում էր շատ երկար։ Սկզբից շատ էինք ծիծաղում, ոչինչ չէր ստացվում, սակայն ռեժիսորը բացատրեց, թե ֆիլմի համար ինչքան կարևոր են դերասանների փոխհարաբերությունները։ Սլաբոշպիցկին պատկերել է դեռահասների կյանքի դաժան եւ անխիղճ իրականությունը, որտեղ գոյություն չունի ամոթի զգացումը։ Հանուն նպատակի արդարացված են բոլոր միջոցները։ Օպերատոր Վալենտին Վասյանովիչը բոլոր տեսարանները պատկերել է միայն մեկ կադրով, այսինքն առանց մոնտաժի միջամտման։ Իսկ տեսախցիկն այնքան սահուն պտույտներ է կատարում հերոսների շուրջ, կարծես հանդիսատեսն էլ է մասնակցում ցեղի հերթական ծիսակատարությանը։ Ահա եւ ավարտվեց Երևանյան ամենակարևոր կինոշաբաթը՝ լի աշխարհահռչակ կինոգործիչներով, ում հետ շփվելը մեծ պատիվ էր եւ հետաքրքիր փորձ մեր ստեղծագործական թիմի համար, եւ հուսով եմ կինոմանային քաղցը լրացնելու հնարավորություն ձեզ համար։ Հաջորդ ծրագրում մենք կրկին կունենանք հանդիպում հարցազրույց Ոսկե ծիրանի պատվավոր հյուրերից մեկի հետ։ Իմ այսօրվա հագուստը տրամադրել է Next խանութ սրահը։ Հետևեք կինովյուին կինոարտադրության հերթական չափաբաժնով։ Առայժմ